Դեկտեմբերի 7-ը Հայաստանում 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։ Սրանից 23 տարի առաջ նույն օրը 10 բալանոց երկրաշարժը կես րոպեում հողին հավասարեցրեց երկրի հյուսիս-արևմտյան շրջանները, մոտ 1 միլիոն բնակչությամբ։ Մահացավ 25,000 մարդ, շուրջ 100,000-ը վիրավորվեց, շատերը ողջ կյանքում հաշմանդամ մնացին, անօթևան մնաց 530,000 մարդ։ Երկրաշարժի հետևանքով ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը։ Ավերածություններ եղան 21 քաղաքներում և 324 գյուղերում, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի, Լենինականի շինությունների 80%-ը։ Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ հանրապետության արդյունաբերական ներուժի 40%-ը։ Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործող կառույցներին։ Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հանձնաժողովը հոգատարությամբ վիթխարի աշխատանք կատարեց ազգաբնակչությանն օգնելու և աղետի հետևանքները վերացնելու համար։ Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ Մեր երկիր տեղափոխվեց մեծաքանակ դեղորայք, լույսսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ և սննդամթերք։ Փրկարարների ջանքերով փլատակներից զոհված կամ կենդանի հանվել է ավելի քան 45,000 մարդ, հոսպիտալացվել 125,000-ը։ Երկրաշարժի առաջին ժամերից Սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանք ստեղծեցին SOS Armenia, Ազնավուրը Հայաստանին և տասնյակ այլ կազմակերպություններ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները մի ամբողջ բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները ժամանակակից հիվանդանոց և թաղամաս։ Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է արդեն 23 տարի։ Տնական պայմաններում աղետի գոտում արդեն 2 սերունդ է մեծացել, անդադ ժամանակավորի զգացողությամբ։ Փաստացի դեռևս լուծված չէ շատ ընտանիքների բնակարանի խնդիրը։ Նրանց մի մասն ապրում է ժամանակավոր տնակներում, հարազատների կամ բարեկամների մոտ։ Անօթևանների մի մասը վերաբնակեցվեց Հայաստանում արտերկրում։ Ոմանք դեռ սպասում են հայրենի քաղաքներում իրենց բնակարանային խնդիրի լուծմանը։ Երկրաշարժից հետո մինչև 2008 թվականը բնակարանով ապահովվեց մոտավորապես 68,000 ընտանիք։ Դրանից հետո անօթևան բնակիչների բնակարանային խնդրի վերջնական լուծման համար 2008-ից 11 թվականներին ծրագրով պետբյուջեից հատկացվեց 75 միլիարդ դրամ, որով պետք է կառուցվեին բնակարաններ անօթևան շուրջ 4860 ընտանիքների համար։ Այսօրվա դրությամբ արդեն իսկ 1818 ընտանիք լուծել են իրենց բնակարանային խնդիրները և կանխատեսվում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ևս 2700 ընտանիքի խնդիրները լուծել։ Այդ շենքերը հիմնականում արդեն իսկ շինարարական աշխատանքները ընթացքում են, որոնց ավարտումը նախատեսվում է 2012 թվականին։ Կառավարությունը խոստանում է աղետի գոտու վերջին 4400 անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովել մինչև 2013 թվականը, ինչի համար արդեն բյուջեով նախատեսված է 3 միլիարդ 400 միլիոն դրամ։ Այն ընտանիքները, որոնք չեն ընդգրկվի բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, բայց նրանց փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության արդյունքներով կճանաչվեն բնակարանային ապահովման ծրագրի շահառու, այդ խնդիրները, այդ ընտանիքների խնդիրները ևս կլուծվեն մինչև 2013 թվականը, արդեն իսկ բնակարանային գնման վկայագրերի տրամադրման միջոցով ծրագրի շրջանակներով։ Փաստորեն աղետի գոտում 25 տարի էր պետք բնակֆոնդը վերականգնելու համար։ Անի Մարկոսյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյեմ։